Բարի հեռուստադիտողներ, 21 TV եթերում իր աշխատանք սկսում է Դինա հետ նախագիծը։ Եվ ինչպես միշտ, անդավաճան հեռուստադիտողների համար Հակոբովնան նախապատրաստել է հետաքրքիր թողարկում, ունեմ շատ սպասված հյուրեր, որոնք ունեն հետաքրքիր երաժշտական նորություն։ Նրանց մասին րոպեներ անց, որովհետև այս պահին պետք է շնորհավորեմ օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջ լավ մարդկանց շրջապատում եք լինում հարազատների գրքում եւ Աստծո օրհնությամբ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ, որից հետո վերադառնում ենք տաղավար, անցնում ենք բուն թեմային եւ իհարկե ներկայացնում եմ իմ հյուրերին։ Խանձի մոտ սիրտդ մի բացի դժվար օրերը կգնան ու կանցնի Աշխարհը սիրելով կյանքը քո դուսիր ապրիր մեծերի ասացի Թե արևին էլ անձրև մաղի կամ մեկնել սիրտը դաղի Արցունքներն էլ որ թափվի աղի հետո կզգաս անտեղի Դե ինչ 21 TV եթերում իր աշխատանքը շարունակում է Դինա հետ նախագիծը Հակոբովնան ունի սպասված հյուրեր, առավել ևս փաստում եմ այն իմ արդեն ընկերներին, ովքեր որ օրինակ գրում են, արձագանքում են, ասում են նորություն ունենք, Դինա ջան, կարող ենք ձեզ մոտ տաղավարում այն ներկայացնել։ Դա ինձ համար գերագույն հաճույք է, ճիշտ է, ոչ բոլորին կարող եմ ընդունել ինձ մոտ տաղավար, բայց որ նախընտրում եմ լավագույններին, նրանք արդեն փաստացի կապացուցեն։ Մեծագույն սիրով հյուրընկալ եմ երգահան, երգչուհի Նոնա Ալեքսանյանին, իսկ նրան ուղեկցում է տեսահոլովակի ռեժիսոր Մկրտիչ Հարությունյանը։ Բարի օր, բարի գալուս ձեզ։ Բարի օր։ Նախ շնորհակալ եմ, որ այստեղ եք։
մենք նույնպես Եվ շնորհակալ եմ Նոնային, Մկրտիչ ջան, ինչը որ ինձ համար շատ հաճելի էր։ Ասեց ձին, քանի որ 1 ամսյակ է, մայրիկ թեման ակտուալ է, եւ ես գիտեմ, որ շատերն են հիմա ուզում նորություններ, հենց մամային վերաբերվող, եւ այս պահը ես չէի կարող չօգտագործել։ Նախ շնորհակալ եմ արձագանքելու համար։ Սկսենք ամենասկզբից, Նոն ջան։ Երգահան, երգչուհի, դա նշանակում է, որ նաև դու քո սեփական երգերն ես երգում, թե նաև գրում ես ուրիշ երգիչ երգչուհիների համար։ Այո, ես ստեղծագործում եմ մանկուց, բայց տարիներ դադար էի վերցրել եւ այս վերջին 1 տարվա մեջ շատ ակտիվ ստեղծագործեցի, ունեմ հայտնի երգեր, որ արդեն հայտնի նույնիսկ երգչուհիներ կատարում են ու որոշներն էլ ընթացքի մեջ է որ կկատարեն։ Բայց այդ ամեն ինչի հետ մեկտեղ ես պրոֆեսիոնալ երգչուհի եմ, վոկալիստ եմ եւ որոշեցի իմ հեղինակային երգը Շնորհակալ եմ մամա ինքս կատարեմ։ Էլի ունեմ շատ երգեր, որ ես եմ կատարում, բայց հենց սկսվեց մամից։ Շատ լավ։ Մի հատ հետ գնամ նորից գամ այս թեմային, հա։ Լինում են երգեր, որ գրում ես հատուկ, նոն ինչ որ երգչի համար բնականաբար երգչի համար, բայց այնքան լավն է լինում պահում ես քեզ։ Այո, բայց այդ առումով այդքան էլ էգոիստ չեմ, որովհետև տարիներ արդեն ինքս երգել եմ ու իմ գոլեգաներն էլ գիտեն, որ շատ տաղանդավոր մարդիկ ինչի՞ չէ կարող են ինձնից լավ երգել ու դառնա հիթ ու ավելի լսելի լինի։ Ես հիմա ուզում եմ իմ երգերը ինչքան հնարավոր է հնչեն։ Շատ լավ։ Շնորհակալ եմ մամ։ Երգը եւ երգն է քոնը։ Եվ բառերը եւ երաժշտությունը իմն են, այո, որը ծնվել է ընդամենը 1 տարի առաջ ու ինքը այդ խորհուրդը մայրիկներին նվիրեցի ու մի օրվա մեջ եկավ երգը եւ բառերը եւ երաժշտությունը եւ ես մի քանի հայտնիների ճիշտ ասած ցույց էի տվել երգը, բայց հետո որոշեցի այդ ձեր ասած տարբերակներ, որ հենց ինքս պետք է այդ երգը երգեմ։ Հիանալի է, մի քիչ նեղվում եմ այդ հայտնիներ բառից, հայտնիները երգեն, ես ձեզ ասեմ ավելի նոր սերնդինն էլ առաջարկեք, որովհետև նրանք էլ ոչ պակաս հայտնի կարող են դառնալ, ոչ մեկս հայտնի չեն ծնվել։ Հիմա ուզում շփվել մեր ռեժիսորի հետ, որը վստահ եմ հենց թեմատիկա է լինում, համ օգնում է ռեժիսորներին վստահ եմ, համ խանգարում է, որ ավել պակաս բան չունենանք, նաև չնմանվենք։ Մտքի մասին, ստեղծագործության մասին, տարաձայնությունների մասին ոնց ծնվեց տեսահոլովակը, որից հետո պրեմիերան կազմակերպեմ։ Շատ լավ, նախ երբ որ ստացա առաջարկը տեսահոլովակը նկարահանելու, առաջատար մարդկանցից եմ եղել, որ լսել եմ Նոնա Ալեքսանյանի Շնորհակալ եմ մամ ամբողջական երգը, երգի առաջին րոպեից մինչև վերջին րոպեն լսելը արդեն մտքի պատկերացումները ինձ մոտ ամբողջական տարբերակով կազմվեց, դեռ փոքրուց ստեղծագործական տաղանդը արդեն իմ մեջ այսպես բույն է դրել եւ ինձ համար դժվար չէր այդ ամենը կազմակերպելը։ Գեղեցիկ տեսահոլովակը նկարահանեցինք, ստացանք եւ ես որոշեցի, որ ինքը պիտի լինի ոչ միայն բալվանկա ասվածը, հա նաեւ պետք է որոշակի գեղեցիկ սցենար, որովհետեւ մոր մասին է տեսահոլովակը եւ ավելի գեղեցկացնենք եւ ավելի մաչելի հանձնենք հանդիսատեսին։ Շատ լավ, տարաձայնություններ ունեցել ենք, թե միասին ենք ստեղծել ամեն ինչ։ Չէ, լիքը տարբերակներ քանի որ իմ հեղինակային երգն է, ես էմոցիոնալ առումով շատ եմ լավ առումով խանգարել Մկրտիչի աշխատանքին, բայց ստացվել է մեր համագործակցությունը։ Մկրտիչը իմ իջայլոց ես աշխատում եմ Պան Արմենիա մեդիա դպրոցում որպես վոկալիստ եւ Մկրտիչը մեր ուսանողներից էր եւ իր աշխատանքը նայելուց պատահական ուրիշ աշխատանք ես միանգամից այդ պահին պատկերացրել եմ, որ ինքը պետք է լինի տեսահոլովակի ռեժիսոր եւ ինքը կարող է։ Հիանալի եմ։ Ձեր թույլտվությամբ կազմակերպենք պրեմիերան, հետո անցնենք ամփոփմանը, այնպես որ 21 TV-ի եթերում տեղ ունենում տեսահոլովակի պրեմիերա, շատ թեման մոտ է մեզ, մեր 1 ամիսն է դեռ վայելում ենք եւ Նոնայի մամայի գլխավորությամբ բոլոր մայրերին ենք նվիրում տեսահոլովակը։ Պրեմիերան վայելում ենք, վերադառնում ենք տաղավար։ Շնորհակալ եմ մամ ամեն ապրածս օրվա համար ինձ կյանք պարգևելու համար
հոգով երկեմ, որ իմ կարոտն առնեմ, ման կյանք քո թևերով ինձ տար ու դեռ կապրեմ երկար առանց քեզ իմ ման քեզ կարոտում եմ միշտ էլ կհիշեմ դու արև ես շունչ ես իմ ման միշտ երազում եմ իբրև քո գրկում եմ իմ թանկանում իմ ման հույս քեզ հետ ուղին կանցնեմ որ իմ ցավին հաղթեմ հույս սեր քո արևով ինձ տար տաք հուշերով կապրեմ հենց քեզ հետ իմ ման քեզ կարոտում եմ միշտ էլ կհիշեմ դու արև ես շունչ ես իմ ման միշտ երազում եմ իբրև քո գրկում եմ իմ թանկանում իմ դու արև ես շունչ ես իմ ման միշտ երազում եմ իբրև քո գրկում եմ իմ թանկանում ման միշտ երազում եմ իբրև քո գրկում եմ Շնորհակալ եմ քեզ, մամ։ Դե ինչ տեղի ունեցավ տեսահոլովակի պրեմիերա, երգչուհին ինձ մոտ է, ռեժիսորը ինձ մոտ է, վստահ եմ շատերը հուզվել են, շատ մամաներ ասում են ինչ լավ է եւս մեկ երգ հատուկ մեզ համար ծնվեց, իսկ ես պաշտում եմ թեմատիկ երգերը, երբ որ ծնվում են ոչ միայն ձեզ համար է լավ, ծնողի համար է լավ, ես վստահ կարող եմ ասել նաև առիթատերերի համար է լավ, որովհետև այսօր շատ առիթատերեր, որ նայում են մեզ օրինակ ռեստորանային համալիրի տնօրենները, կամ ասենք music hall-ի տենց մենեջեր տնօրեն ինչ կա, նորություն ենք բերել ձեզ համար, շատ սիրուն երգ է եւ բնականաբար այս այն երգերից է, որ կոմերցիա չէ, բայց բավականին ակտուալ է, ինչը շատ ցանկալի է, շնորհավորում եմ ձեզ հերթական անգամ։ Շնորհավորում եմ այն մարդկանց, ովքեր որ մի փոքրիկ լումա են ներդրել տեսահոլովակը ծնվելու համար, ասում եմ, այդ պահին մի բաժակ ջուր տվողն էլ է համարվում ներդնող, այնպես որ ես ուզում եմ, որ ինչու ոչ, նորության դեպքում արձագանքեք ինձ մոտ տաղավարում լինեք, որովհետև լավ նորությունները պետք է մենք ներկայացնենք, իսկ ես սիրում եմ ինձ մոտ տաղավարում լինեն նաև նոր սերնդի մարդիկ։ Օրինակ ես պաշտում եմ, երբ որ ինձ մոտ գալիս են այն ռեժիսորները,
այն երգիչները, որոնց առաջի գործն են, որոնք սպասում են մեր ծրագրից նոր դռներ, ինչու ոչ, ու հաճելի է լինում, երբ որ ասում են ձին գիտես քո եթերից հետո ինձ հրավիրեցին այս կամ այնտեղը երգելու կամ ինչու ոչ, նաև հեռուստաընկերություն դա ինձ համար թևեր է տալիս համենայն դեպս։ Իսկ ինչ ունենք կիսատ գործ, որ պետք է ավարտին հասցնենք։ Ճիշտն ասած, հիմա բավականին էլի ձեր ասած թեմատիկայով երգ ունեմ, իմ հայրենիք։ Ես Սյունեցի եմ։ Ահա։ Եվ պատկերացնում եմ ինչա գալիս։ վերադառնում եմ, այո, իմ արմատներին, ամբողջը նկարահանվելու է Սյունիք աշխարհում, Տաթևի վանական համալիրում։ Բառերը երաժշտությունը իմն են ու կրկին Մկրտիչն է լինելու ռեժիսորը։ Հա, տենց որոշված արդ։ Այո։ Իսկ դու արդեն մոտավորապես գիտես ինչ ես։ Իհարկե։ Մի քիչ մեծամասշտաբ գործ է, բայց պատվով պիտի հաղթահարենք։ Գիտես, ես վստահ եմ Մկրտիչի ինձ հետ կհամաձայնվի կան երգեր, որոնք չեն ուզում տեսահոլովակ։ Ուզում են ինչ-որ միտեղ կանգնի երգիչը, մի հատ լույս կամ չգիտեմ, մի հատ դաշնամուր կամ ինչ-որ մի հատ ատրիբուտով ինքը լսվի, բայց թեմաներ կա, օրինակ հենց հայրենիքի հետ, որ դու պետքա ցույց տաս, մանավանդ հիմա մեզ պետք է ամեն ինչ ցույց տալ։ Շատ լավ, իսկ ես ասեմ, որ այս մեկ ամսվա մեջ իմ բոլոր կին հյուրերը ստացել են հատուկ նվերներ Էլիզա Էմի Քուինս խանութսրահի կողմից, ընկերների կողմից, նրանք գոհացրել են գրեթե շատերին այս մեկ ամսվա ընթացքում եւ ես ձեր էջերը, ձեր նկարները ուղարկում եմ իմ ընկերների նոնջամ, նրանք ընտրում են թե ինչ պետք է նվիրեն օրինակ այսօրվա իմ հյուրին։ Ես վստահ եմ նվերը դու կընդունես իմ կողմից եւ նաեւ Էլիզա Էմի կողմից եւ եթե դժվար չի կարող ես տեսնել թե ինչ է ուղարկել քեզ նվեր, եթե մոտ է իհարկե քեզ։ Վաու։ Հուսով եմ դուրս Շնորհակալ եմ, անպայման կկրեմ սիրով։ Շնորհակալ։ Ու ձեզ եմ շնորհակալ այսքան կանացի ու ջերմ լինելու համար։ Իսկ ես ասեմ, որ կապ չունի իմ համար այս պայն արդեն թեման եւ կապ չունի դուք միասին կաշխատեք թե ոչ, իմ ընկերներին սպասում նորության դեպքում առաջին ինձ մոտ տաղավարում, ինձ համար դա էգոիզմի նաեւ թիվ 1 նշանն է, բայց ես սիրում առաջինը ներկայացնել եւ ինչու ոչ, վստահ կարող եմ ասել, որ ապրիլի 7-ն էլ անցնի, այս տեսահոլովակը դեռ բազմիցս կարող եք դիտել եւ վայելել հենց իմ ծրագրի շրջանակներում, ինչ համար ձեզ շատ շնորհակալ եմ։ Մենք էլ ձեզ շատ։ Իսկ այսքանից հետո շնորհակալ եմ բոլոր այն հեռուստադիտողներին, ովքեր որ հետևում են Ակոպովնային եւ ակնկալում են հետաքրքիր նորություններով ծրագրեր։ Մինչև հիմա ձեզ հետ իմ տաղանդավոր ընկերներն են եւ ձեր Ձինա Ակոպովնան, ով ձեզ հաջողություն է մաղթում, միմիայն հանդիպելու ակնկալիքով բարին ձեզ։ Խոքի ես իմ սրտում մի հատ Աշխարհում չկա ոչ մեկ քեզնից ինձ հարազատ Ինձ Տիրոջ կողմից նվեր ես իմ սրբություն իմ ես Երջանիկ եմ, որ իմ մայրն ես Ես պաշտում եմ քեզ Սիրուն դեմքին քո տխրությունը չի սազում քեզ ման Քանի շպտում ես իմացիր դու ես ապրում եմ կամ Մամ իմ սրտի մեծ հանգությունն է որ ուրախ լինես Ու դու հիշիր որ միշտ քեզ հետ ու քո կողքին եմ ես Սիրուն դեմքին քո տխրությունը չի սազում քեզ մամ Քանի շպտում ես իմացիր դու ես ապրում եմ կամ Մամ իմ սրտի մեծ հանգությունն է, որ ուրախ լինես Ու դու հիշիր, որ միշտ քեզ հետ ու քո հրեշտակն եմ ես Մամ գիտես, որ քո կտորն ու հայել լինեմ ես Անսահման սիրող սրտի քո ոգեշունչն եմ ես Թող փայլող տեսնեմ աչքերդ, չթողնես նեղվեն Որ ջախի միշտ օթերով քո թագավոր տղեն Սիրուն դեմքին քո տխրությունը չի սազում քեզ մամ
Քանի ժպտում ես իմացիր դու ես ապրում եմ կամ Մամ իմ սրտի մեծ հանգությունն է որ ուրախ լինես Ու դու հիշիր որ միշտ քեզ հետ ու քո հեշտակն եմ ես Քեզ մամ Քանի ժպտում ես իմացիր դու ես ապրում եմ կամ Մամ իմ սրտի մեծ հանգությունն է որ ուրախ լինես Ու դու հիշիր որ միշտ քեզ հետ ու քո կողքին եմ ես Սիրուն դեմքին քո տխրությունը չի սազում քեզ մամ Քանի ժպտում ես իմացիր դու ես ապրում եմ կամ Մամ իմ սրտի մեծ հանգությունն է որ ուրախ լինես Ու դու հիշիր որ միշտ քեզ հետ ու քո հեշտակն եմ ես Մամ իմ սրտի մեծ հանգությունն է որ ուրախ լինես Ու դու հիշիր որ միշտ քեզ հետ ու քո կողքին եմ ես